Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ, Հայաստանի հանրային ռադիոյի եւ Եվրոպական հեռարձակողների միության համատեղ այս թողարկման նպատակն է գիտելիք փորձ փոխանցել հայաստանյան ընտրողին, թե ինչպես վարվել հատկապես ընտրություններից առաջ, հատկապես սոցցանցերում հանդիպած տեղեկատվությանը։ Հայաստանյան խորհրդարանական ընտրություններին մնացել են մի քանի շաբաթներ, սակայն Facebook-ի, Instagram-ի, TikTok-ի, ընդհանրապես սոցցանցերի հայկական տիրույթները կարծես թե վերածվել են ֆաբրիկաների, բոտերի մի հավաքատեղի։ Մարդիկ մտնում են սոցցանցեր իրական մարդկանց հետ շփվելու, այնինչ հանդիպում են այսպես համակարգված բոտ ֆաբրիկաների աշխատանքի։ Այսօր մեր հյուրն է տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Սամվել, երբ որ մենք տեսնում ենք հատկապես ընտրություններից առաջ այդպես համակարգված բոտ ֆաբրիկաների աշխատանքի, ինչ եք կարծում այդ ամենը տարբեր քաղաքական ուժերի կողմից են կիրառվում, դրսից են կիրառվում, ապա կողմնորոշելու հայաստանցի ընտրողին։ Դա արվում է ավելի հաճախ ինչ-որ ծրագրերի միջոցով, թե ինչ-որ մարդիկ ինչ-որ սենյակներում նստած փորձում են կառավարել մեզ։ Սովորաբար մարդիկ նստած անում են այդ մարդիկ, որոնք սենյակներում նստած են, իրանք կառավարողը չեն, իրանք ուղղակի այսպես բանվորներն են, իրանք տալիս են ինչ-որ շրջաբերականներ, ամեն մեկը ունի ինչ-որ քանակի ֆեյքեր։ Իհարկե ավտոմատացված է օգտագործվում աշխարհում, բայց կախված է թե հարթակից հարթակ դա տարբերվում է, օրինակ մետան բավականին հեշտ է բռնացնում ավտոմատացված համակարգերը, դրա համար գերադասում են ոնց որ ասած ձեռի գործ։ Օրինակ X-ը նախքին Twitter-ը ավելի լոյալ է, դրա համար այնտեղ ավելի շատ է ավտոմատացված, բայց քանի որ X-ը Հայաստանի քաղաքական բանում չի աշխատում, այստեղ մենք ավելի շատ գործ ունենք ձեռի գործի, handmade է, էլի։ Fake edge-երը, երբ որ ստեղծվում են, մենք հաճախ կարող ենք տեսնել, որ ստեղծվել են ավելի վաղ, բայց ակտիվացնում են ընտրություններից առաջ։ Դա հայտնի մարտավարություն է, որպեսզի մետան Facebook այսպես չբռնացնի ու չարգելափակի եւ այսպես իրանք քնած վիճակում են եւ ընտրություններից առաջ են, ինչպես ասացի, ակտիվանում։ Իրականում ստեղ բավականին խառը process-ներ են կատարվում, որովհետեւ հենց բուն Հայաստանում հաստացի տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց ֆեյքերի ֆաբրիկաները կամ ֆեյքաբուծարանները, հա, բայց կարծում եմ այստեղ նաև ակտիվ օգտագործվում է ոնց ասեմ, ֆայլաբազարը, այսպես ասած, հա, օգտագործելով մի քիչ IT տեխնոլոգիա կամ ֆայլի բազարը, այսինքն աշխարհում կա առաջարկ, այսինքն կան երրորդ կողմի կազմակերպություններ, որոնք անկախ ֆեյքաբուծարաններ, որոնք պրոֆեսիոնալ price-ով, այսինքն մենյուով առաջարկում են, քեզ ինչա պետք է, օրինակ լցնել լայքեր, հա, օրինակ դու ինչ-որ ֆանտասմագորիկ հայտարարություն ես անում որպես քաղաքական գործիչ, ու քեզ պետքա տպավորություն ստեղծել, որ դու 10,000 հոգի լայքել են, այո, ընդունված ես, հա, գալիս լցնում են լայքերը, դու մենակ պատվերը տուր։ Կամ քո հակառակորդը ինչ որ էլ ավելի փայլուն ելույթ անում, հա, դու լցնում ես իր մոտ ջղայն սմայլիկներ։ Այո։ Կամ օրինակ երրորդ բանը, որը Հայաստանում բավականին տարածված բաներից մեկն է, ինչ որ մեկը ինչ որ մի ելույթ անենում, հակառակորդը պատվիրում է իր մոտ սրտիկներ, մի քանի հազար, բայց Վիետնամից ընկերությունից կամ Ստամբուլից, ու հետո սկրինշոթներ ադնում, ասում է հələ տեսեք, ինքը առնում է սրտիկներ, վիետնամական սրտիկներ առնում։ Իրական հայկական սրտիկներ չեն, հարգելի ունկնդիրներ, եւ տեսեք, որ այս մարդը այդքան էլ ընդունված չէ մեր, այո։ Եկեք մի կարճ տեսանյութ դիտենք, թե այսօր տեխնիկապես ինչպես է հնարավոր ստեղծել հանրային կարծիքի իմիտացիա, որից հետո կվերադառնանք տաղավար։ Ինչ է հարկավոր ընտրություններից առաջ հանրային կարծիքի իմիտացիա ստեղծելու համար։ Պարզում է ոչ թե հազարավոր կողմնակիցներ, այլ ընդամենը մեկ հզոր համակարգիչ եւ մի քանի տասնյակ գողացված լուսանկարներ։ Տեխնիկապես սա կոչվում է astroturfing։ Սա մի մեխանիզմ է, որտեղ արհեստականորեն ստեղծված հարթակները մատուցվում են որպես անկախ լրատվամիջոցներ, իսկ բոտերը
որպես շարքային քաղաքացիներ։ Գործընթացը սկսվում է քնած հաշիվների ակտիվացմամբ։ Դրանք ամիսների կամ տարիների ընթացքում ստեղծված օգտահաշիվներ են, որոնք ունեն գողացված ինքնություններ, հաճախ վերցված այլ երկրների ծանոթությունների կայքերից, որպեսզի Մետայի անվտանգության համակարգերը դրանք չդիտարկեն որպես նորաթուխ ֆեյքեր։ Հաջորդ քայլը սինխրոնիզացիան է։ Հատուկ ծրագրային վահանակների միջոցով հնարավոր է մեկ հրանգով րոպեների ընթացքում նույն տեսանյութը վերբեռնել տասնյակ էջերում։ Սա ստեղծում է տեղեկատվական շրջափակման էֆեկտ։ Ուր էլ գնա օգտատերը տեսնում է նույն նարատիվը։ Բայց ինչու է լռում Մետան։ Facebook-ի ալգորիթմները հաճախ թիրախավորում են բովանդակությունը, բայց ոչ վարքագիծը։ Եթե մի քանի տասնյակ էջեր միաժամանակ տարածում են նույն սուտը, բայց դա չի խախտում հարթակի նեղ տեխնիկական կանոնները, Մետան կարող է շաբաթներով չնկատել այդ համակարգված գրոհը։ Սա ստեղծում է կույր գոտի, որտեղ նախընտրական մանիպուլյացիաները ծաղկում են օգտագործելով արհեստական բանականությունը։ Նպատակը մեկն է՝ ստիպել ձեզ հավատալ, թե բոլորը մտածում են այնպես, ինչպես այդ ֆեյքային ցանցը, սա թվային հայելիների լաբիրինթոսը, որտեղ իրականությունը խեղաթյուրվում է քաղաքական պատվերով։ Դուք խոսեցիք արհեստական բանականության մասին, ակնկալվում է, որ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը առաջիկա միայն կաճեն, որքան կմոտենանք խորհրդանական ընտրությունների օրվան, դա ընդհանրապես իրականում որքան լուրջ ազդեցություն ունի մարդկանց որոշումների կայացման վրա, չէ՞ որ մարդկանց մի զգալի մասը այլևս հասկանում է, որ գործ ունի արհեստական բանականության հետ, արհեստական բանականության ստեղծած բովանդակության հետ, թե կարծում եք մենք ավելի այսպես պրոֆեսիոնալ վիդեոների ականատես կլինենք, կեղծ վիդեոների, որոնք մարդկանց ուղղակի կխաբեն։ Տեսեք, այստեղ հարցը նույնիսկ վիդեոների որակը չի, այլ թե ում վրա են ուզում ազդել, որովհետև ընտրությունների եկողները լավ պատկերացնում են, որ իրանք ունեն իրենց ընտրազանգվածը, ունեն կողմնորոշված հստակ հակառակորդների ընտրազանգվածը եւ ունեն մոտավորապես բնակչության կեսը, որը մեղմ ասած կողմնորոշված չի։ Մեկ ագրեսիվ կողմնորոշված չի, այսինքն բոլորից զզվում եմ կետ աուզում, մի մասը բոլորին դեմ եմ, մյուս մասը չեմ գնալու ընտրություններին։ Հիմա այդ 50%-ը մեծ հատված է։ Եվ դրա վրա էլ են աշխատում։ Այսինքն այստեղ կա խնդիր աշխատելու քո ընտրազանգվածի վրա մեկ, որ ամրապնդես։ Երկրորդը խարխլես հակառակորդի ընտրազանգվածը, առնվազն գոնե մի մասի մոտ տպավորություն ստեղծես, որ ձերոնք չեն կրում, իսկ մարդկանց հոգեբանությունից ելնելով, ինչ որ մաս, եթե տեսնելու է, որ չեն կրում, չի գնա։ Պարտվողին չեն ուզում աջակցել, այո։ Եվ մեծ հաշվով այդ չկողմնորոշվածներից գոնե մի քիչ, գոնե մի կրճոն փոքելն է։ Հիմա մարդիկ շատ տարբեր են։ Կան մարդիկ, որոնք նստած ֆեյքերի միջև կապեր են գտնում, ուսումնասիրում են, եսիմ հակդուկ փաստերի ստուգման տրեյնինգներ են անցել եւ այլն։ Դրանք կազմում են բնակչության 0.001%-ը։ Կա եւս բնակչության բավականին փոքր տոկոս, որը գիտի, որ ԱԲ-ով ամեն ինչ ստեղծված ու դա հաշվի է առնում։ Այսինքն եթե ինչ-որ մի բան կասկածելի է իրան թվում, առնվազն գլխի մեջ պահում, ասում կարող է ԱԲ-ով էր, հələ կարծիք չկազմեմ։ Բայց մեծամասնությունը չի խորանում։ Այսօրվա միջին վիճակագրական մարդը նստած անդադ թերթում է ռիլերը, TikTok-ը նայած որտեղ անամ, կարևոր չի։ Այդ թերթելու ընթացքում փոքր էկրանի վրա 15-20 վայրկյան նայելով ինքը չի հասցնում որակը գնահատի եւ այլն, իր վրա ինչ որ հետք թողնում է։ Դրա համար շատ դեպքերում նույնիսկ որակի վրա չեն աշխատում, այսինքն այնքան որ մի հատ հին անեկդոտ կար, այն որ ասում է որ հյուր են գալի, հետո գնում են, հետո հետ ազանգում գիշերը 4-ին, ասում լսի են Իշմես մեր ընտանեկան արծաթն էի հանել գտալ պատարակախ, ասում հա հիշում եմ, ասում որ դուք գնացիք հաշվեցինք մի գտալ պակասեր, ասում ազնիվ խոսք, ես չեմ ասում գիտեմ, ասում մանեկանք հետո գտանք, ասում բայց անդուր նստված գտովեց։ Հիմա էս ԱԲ-ն էլ մեկան ինչ որ մարդկանց վրա անդուր նստված թողնում է, այնց որ եթե դու նույնիսկ
2%-ի վրա ազդեցություն թողնես, ինչ վատա որ Հարգելի ունկնդիրներ, եթե դուք հատկապես սոցիալական ցանցերում կհանդիպեք տեղեկատվության, որը ձեր կարծիքով կեղծ է, փորձում եք ձեզ մոլորեցնել, խնդրում եմ գրեք մեզ, թողեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքո, մենք անպայման կանդրադառնանք դրան, հնարավոր է այդ ձեր տեղեկատվությունը դառնա նաև մեր հաջորդ հաղորդման համար հիմք։ Սամվել, անգամ այսպես երբեմն Պարզ մարդկանց ակնհայտ է, որ fake edge-երը ինչպես են իրար հետ փոխկապակցված ակնհայտորեն նույն բովանդակությունն են տարածում, հասկանում ես ցանցի հետ գործ ունես։ Հիմա գործ ունես ցանցի հետ, որը տարածում է կեղծ տեղեկատվություն, մետայում չեն հասկանում, որ Հայաստանում ընտրություններ են, նման ցանցեր կան, ինչու չեն արգելափակում, դրանց դեմ առնում, թե Հայաստանը փոքր երկիր է, մետայի համար ռեսուրսներ չեն ուզում ծախսել։ Չէ, հա, դե իհարկե փոքր երկիր է, բացի փոքր երկրից մեր խնդրեմը նաև այնա, որ մենք յուրահատուկ լեզվով ենք խոսում, յուրահատուկ այբուբեն ունենք, այդ ամենի մոդերացիան բարթանում է։ Նույնիսկ արհեստական բանականությունը ավելի վատ է հայերենի հետ, որ լավ հասկանա նյուանսները, էլ չասած, որ մեր համակարգացիները ամեն ինչ անում են, որ մոդերատորները բան չհասկանան, ես էլ, որտեվ գրում են լատինատար, կյուրեղատար, ինչ-որ տարօրինակ ձևերով, նենց որ միշտ չի, որ ԱԲ-ն, որը մոդերացիայով զբաղված մետայում, ընդհանրապես հասկանում է, թե այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Մյուս հարցը այն է, որ ինչքան էլ մենք փոքր երկիր լինենք, մեկը ընտրությունները մետայի համար միշտ կարմիր դրոշ են եւ կարծում եմ հեսա մոտակա օրերս իրանք կսկսեն որ ասում եմ անդրադառնալ մեզ բոլտերը ձգել այո եւ կարծում եմ մենք մոտակա ժամանակ կտեսնենք մետայի զեկույցներ ջնջված ցանցերի մասին ենթադրում եմ Եթե մենք խոսենք ֆինանսական կողմի մասին, ծախսերը հայաստանյան քաղաքական ուժերի կողմից, հավանաբար օտար դերակատարների կողմից հայաստանյան ունկնդին հասնելու սոցցանցերի միջոցով աճում են, ինչ թվեր կարող եք ասել։ Դե այն թվերը, որը մենք կարող ենք տեսնել, դա մետալ հենց էլի նույն պատճառով ստեղծել է հատուկ գործիք, իրենք գովազդները բաժանել են երկու մասի, այսինքն եթե դու հողաթափ ես գովազդում, այդ մի բան է, եթե քաղաքական հասարակական բնույթի ուրիշ, եւ այդ երկրորդ տիպի քաղաքական գովազդները իրանք ֆիքսում են, արձանագրում են եւ դու կարող ես բյուջեները տեսնել։ Ընդհանուր ցայսօր մոտավորապես ինչքան է ծախսվել, եթե կա այդ թվերը ձեզ մոտ մոտավորապես մի $200,000 ծախսի մասին, բոլորի կողմից, որի կեսից շատը ուժը Հայաստան, հա ճիշտ է։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժն է, իրանք այսպես գնալով ավելացնում են բյուջեները։ Դա այնա ինչ որ մենք տեսնում ենք, բայց մենք պետք է հասկանանք, որ բոլոր կողմերը ունեն խողարկված ներդրումներ։ Դա զանազան էջեր են, որոնք անմիջական ոչ մի կապ դու չես կարող հաստատել տվյալ քաղաքական ուժի հետ։ Սովորաբար դու կարող ես միայն ֆիքսել, որ այս էջը ավելի իշխանամետ է կամ ընդդիմադիր, բայց ով է մեջքին կանգնած պարզ չի, որովհետև թիրախը այս կողմն է կամ այն կողմը։ Այդ էջերի գովազդները բնականաբար ու դրանց մեջ ներդրված փողը չի երևում ու դրանք շատ են, անընդհատ փոխվում են, անընդհատ պլյուս նաև քաղաքական ուժերը ներդրումներ են անում, այսինքն իրանք առնում են այդ էջերը կամ պայմանագիր են կնքում, որ այս էջը դու կարող ես ինչ-որ հումորային էջ լինի, մեկ էլ տեսնես երկրորդ օրը ինքը սկսի ինչ-որ ուղղորդված քաղաքական բաներ տանի։ Նույնիսկ Telegram-ում չկա, որը հակերային թիմը ինչ-որ տպավորություն դողնում, բայց մեկ էլ ինչ-որ պահից սկսեցին քաղաքական քարոզչություն արել, ես չեմ ասում, որ իրանց առել են, բայց ուզում եմ ասեմ, դրանց շեղումներ լինում են, նաև օրգանական, մեկ էլ այս նախընտրականը ազդում է, բայց շատ դեպքերում դա նաև ֆինանսների հետ կապ ունի։ Երրորդը դա
ներդրումն է մամուլների մեջ, այսինքն որը ազդում է նաև սոցցանցերի վրա, այսինքն լրատվամիջոցը մեկ էլ քավին փչում է ու դառնում է շատ եւ իր սոցցանցերում սոցցանցերի էջերում սկսում է այդ ոչ միայն այդ լրատվամիջոցն է իր էջերում այդպես վարում, այլ նաև այդ լրատվամիջոցի լրագրողներն էլ են սկսում ոնց որ ասած դամ պահել ու բնականաբար դրա ֆինանսավորումը մենք չենք տեսնում ու չենք էլ կարող իմանալ ու չորրորդը դա այդպես կոչված ինֆլուենսերներն են կամ բլոգերները, որոնց հիմա էլի ներքաշում են քաղաքական պայքարի մեջ, որը էլի ոչ մի ձև չի երևում բնականաբար, բայց առնվազն հոտը փչում է։ Շնորհակալություն Սամվել, ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ Սամվել Մարտիրոսյանին, կհանդիպենք ցտեսություն։